Նիհաո, ես Դավիթն եմ, բարի գալուստ էլեկտրոմոբիլների աշխարհ։ Ժողովուրդ ջան, ուրեմն այսօր բավական կարևոր լուր ունեմ ձեզ ասելու կապված հիբրիդների մաքսազերծման հետ։ Ուրեմն հավելյալ ճշգրտումների հետո հենց մաքսայից եմ ճշտեց, վերջերս Գյումրիում ավտո է ստանում։ Ուրեմն պարզվում է մեր գլոբուսից դուրս երկրում ոչ թե 35% ժողովուրդ ջան մաքսազերծումը զուգահեռ հիբրիդների, այլ աստղաբաշխական 48 պլյուս 2%, 50% բոլոր BYD-ների ու GL-ների հիբրիդ մեքենաների մաքսազերծումը Հայաստանում էս իմացեք, որովհետև այս վերջերս շատ են հարցնում գժական BYD Kin L հիբրիդի մասին, որ 2000 կիլոմետր գնում է, բայց այդ ավտոն ստեղ առնելը ուղղակի անիմաստ է, որովհետև եթե ավտոն արժի $20,000 ընդհանրապես մաքսազերծումը գալիս է $10,000 որտեվ Հայաստան է։ Մի խոսքով ցավակցում եմ, բայց այդ գժական հիբրիդները BYD ու GL-ի, որոնք ծախսում են ոչ թե 6-ից 7, այլ 4-ի շուրջ, 4 լիտր 100 կիլոմետրի վրա, Հայաստանում շատ խնդիր է ունենալը բարձր մաքսի պատճառով։ Մյուս շրջգրտումը, որ ուզում եի անել, կապված նախկին հաղորդման հետ, ուրեմն Voyan, իմ կողմից գովաբանված Voyan միանշանակորեն արժի ձեռք բերել, մենակ մի բան իմացեք, որ ի տարբերություն Deepal-ի ու Dongfeng-ի ինքը իր մեջի մարտկոցը լիթիի-իոնային է, իր ամենամեծ մինուսը դրանում է, որի կյանքը 300,000 կիլոմետր է կամ 10 տարի, ու եթե տաքսի չեք քշում 10 տարի, իմացեք այդ ավտոն այդ մարտկոցով առանց խնդիր քշահագործեք։ Ուրեմն այսօր մաս 2-ում խնդրանքների հաշվի առնելով նույնպես ուզում եմ ձեզ ներկայացնեմ եւս 4 հիբրիդ ու արդեն իրենց մեջ կա մի հատ հիբրիդ ավատռը, որը որ տոպ է, Voya-ից լավն է հաշվի առնելով, որ արդեն երկաթաֆոսֆատային մարտկոց է իր մեջ։ Մի խոսքով այսօր ներկայացնում եմ ձեզ ավատռ 07 Pro Aito M5 Ultra հետևի քաշակ, բոլոր այս հիբրիդները նորից հետևի քաշակ են, Leapmotor C11 300 կիլոմետր պրեմիում, էլի գժական բան է, ու Deepal S05 Ultra ամենահագեցված կոմպլեկտացիան, իր մասին վերջում անպայման խոսենք, էսի ամենալավ տարբերակն է բյուջետային սեգմենտում։ Ուրեմն ավատռը ժողովուրդ ջան նա ունի 3 կոմպլեկտացիա, Pro, Max եւ Ultra, մենք հիմա խոսում ենք Pro կոմպլեկտացիայի մասին, ամենաբազային, ու բազային ասելով էլի գժական, բայց $33,500 գնի մեջ, քանզի Voyan, ոնց ես ճշգրտեցի, ոչ թե 35-ը, այլ 33,500 է, եթե դիմեք ինձ, ապա խնդրեմ Viber, WhatsApp, ավատռ նույնպես նույն գնի է 33,500, բայց ինքը մեծ առավելություն ունի երկաթաֆոսֆատային մարտկոց 1 միլիոն կիլոմետր գնացող կամ 20 տարի ու այդ հանգամանքը հաշվի առնելով բացի այդ ավատռը ամենահզորն է ու ամենաարագն է, ինքը 313 ձիաուժ է, այս ներկայացվածներից ամենահզորն է, 0-ից 100 գնում է ընդամենը 6 վայրկյանում, Nissan-ը գնում է 5.4-ում, բայց արժի, ասենք, 40,000։ Իսկ ու մեկ էլ իր հեռահարությունը, միջին հեռահարությունը 230 կիլոմետր, իսկ ընդհանուր հեռահարությունը նույնպես այդ առումով Voya-ին զիջում է 1100 է գնացով, ու ռեալում 900-ի կարգի։ Voya-ն 1450 գնացով։ Նախկին դիզայներն այս մեքենայի դիզայները BMW-ի նախկին դիզայներն է ու իր արտաքին թե ներքին տեսքը ես շատ եմ հավանում, շնորհիվ մարդիկ կան որոնք ընդհանրապես չեն ընդունում այս մեքենան ոչ մի ձևով, բայց իմ համար այս դիզայնը տոպերից տոպն է ու ես եթե հիբրիդ ընտրեի 33,500-ի մեջ ես միանշանակորեն կընտրեի ավատռ առանց մտածելու, որովհետև մենակ այս ինտերիերի դիզայնը մի հատ նայեք, ասենք մի հատ տիեզերք է, մի հատ ոչինչի հետ չհամեմատվող շաբլոնները, կվարտզատիպերը կոտրող, մի հատ գժական բոմ դիզայն է, արտաքինը նույնպես։ Ու այս ավտոյի որակը, էլ չասեմ բարձրից բարձրն է, սա Huawei, Changan ու Cattle-ի միահամուռ ուժերով ստեղծված մեքենան է։ Մի խոսքով որակը տեղն է, դիզայնը տեղն է, հզորությունը տեղն է, մարտկոցն էլ երկաթաֆոսֆատ է,
տոպերից տոպն է այս մեքենան 33500-ի մեջ, այդտեղ մտածելու բան էլ չկա։ Եթե դուք այս դիզայնը հավանում եք, ես լիքը մարդ գիտեմ, որ չի հավանում, ես իրանց հասկանում եմ, մեծամասնությունը ընտրում են կլասիկ ստանդարտ դիզայն, ես հասկանում եմ, բայց եթե դուք ընտրում եք համարձակ, նորաոճ, ֆուտուրիստական դիզայն, ուրեմն ընտրությունը միակ էս է, Avatar 07 վերջնա Pro կոմպլեկտացիան։ Եթե ուզում եք Լիսյանի պես full քաշող լինի, արդեն 0-ից 100 գնա 5 վայրկյանի կարգի, կամ 5-4-ի կարգի, ապա ընտրեք ուլտրա տարբերակը համարյա թե Լիսյանի գնին, բայց այդ բaragայում ինքը Լիսյանից տոպերից տոպնա, Լիսյանից լավն է, եթե համատենք այս Avatar Ultra-ն L6 Max-ի հետ լավ, ու L6-ի հետ։ Էլի միանշանակ, եթե 4 քաշող եք ընտրում, 4 քաշող, ապա միանշանակորեն Avatar Ultra կանցնե Լիսյան L6։ Մի խոսքով, այս ավտոն է 33500 Viber WhatsApp վերջն է ինքը։ Ուղղակի վերջն է, ես միանշանակորեն խորհուրդ եմ տալիս ձեզ բերել հենց այս մեքենան, ինքը որակապես է շատ բարձր է։ Ավտոպիլոտն է, Huawei ավտոպիլոտն է, մի խոսքով տոպերից տոպն է։ Հաջորդ մեքենան, որ ինձ խնդրեցին, ես ներկայացնեմ Aito M5-ը, բայց գին որակ հարաբերակցությամբ ես դες խորհուրդ չեմ տալիս իրան գնել, որովհետև թանկ է, Ժողջան։ Ինքը ընդհանրապես մի կոմպլեկտացիա ունի։ Հետևի քարշակ ու լիաքարշակ։ Մենք հիմա խոսում ենք լիաքարշակ ուլտրայի մասին, որը արժի $38000, ասենք թանկ է։ Հա, էլի որակը տեղն է, հեռահարությունը մի քիչ ավելի շատ է, 255 կիլոմետր, ընդհանուրը համարյա հասնում է Voya-ին 1450-ի կարգի, ու դիաուժերով Avatar-ին զիջում է 272, հա, մի հատ մեծ մինուս ունի մարտկոցը Voya-ի պես լիթիոն-ային է, մի խոսքով $30000 այս մեքենայի համար թանկ է, բայց էլի վատը չի, կարեք դիտարկեք։ Ու մյուս հիբրիդը էլի տոպերից տոպն է, եթե հաշվի առնենք իր էժանգինը ընդամենը Ժողջան $26000, ես էլ էի զարմացել։ Ուրեմն այս Leap մոտորը խնդրեմ նայեք մի հատ, ինքը Չինաստանում բավական հարգված նորից մարկա է ու տարեստարի ինքը իր վաճառքները բարելավում է ու այս 26000-ով դուք ունենում եք համարյա թե Voya-ի չափ գնացող, էլեկտրականությամբ գնացող 300 կիլոմետր հեռահարություն, ինչը տոպ է այս գնի համար։ Նու ընդհանուրը 1200-ի կարգի միջին ցուցանիշ, դիաուժերով նորից ստանդարտ 272 Voya-ի կամ Aito-ի պես։ Նու 0-ից 100 մի քիչ դանդաղ է 8-3 վայրկյանում Avatar-ի պես կայծակ չի, բայց հաշվի առնելով որ ընդամենը 26000 արժի ոչ թե 33500, այս սա լավ ընտրություն է, ու մի հատ է մինուս ունի, Մարկոսը նորից լիթի-իոնային է։ Բայց ի ցածր գինը դա կոմպենսացնում է, ու եթե Aito-ն հասա չարժի առնել լիթի-իոնային Մարկոսով 38000-ով, սա 26-ով միանշանակորեն արժի 10 տարի քշեք մինիմում։ Նու մինչև 10 տարի։ Կամ 300000 կիլոմետր։ Բայց էլի պրեմիում է սա, որովհետև սա ֆուլից մի հատ ներքև կոմպլեկտացիան է, ոչ բազային, 14 դինամիկներով, մերսումով, մի խոսքով էլի տոպ է։ Ձիպալի պես, կարելի ասել ձիպալի Դոնֆենի պես, էլի տոպային լյուքսային մեքենա է, ձիպալից էլ ավելի էժան ու էլ ավելի շատ գնացող, նու հա, լիթիոն-ային մարտկոցով։ Այս 6 հիբրիդներն են, մի հատ խնդրում եմ նորից ծանոթանալ, այդ Լիսյաններից վերջապես յանտակ, հա իդեպ Լիսյանը թողարկել է Restyle, դրա համար հիմիկվա առաջի սերունդի Լիսյանները ընդհանրապես իմաստ չկա գնելու Ժողջան, որովհետև նույն գինը մարդիկ ուզում են հիմա ավելի հագեցված Restyle-ի համար։ Այս 6 հիբրիդներն են, որոնք որ արժանի մրցակից են Լիսյաններին, իսկ իմ ներկայացրած այս վերջի Zipal S05-ը, որը որ հաղորդման սկզբում ես ասացի, բյուջետային սեգմենտում Ժողջան միանշանակորեն իդեալական ընտրությունն է, միակ ընտրությունն է, եթե դուք ունեք վարկով, պարտքով, չգիտեմ, մեջտեղից ճղվելով հավաքել եք $25000, ցենց ծերով, ուզում եք ունենալ հիբրիդ, ու լավ հիբրիդ, լյուքսային, տոպային, ապա Zipal S05-ը հենց այդ հիբրիդն է, արժի ընդամենը իմ մոտ ընդամենը $24500, իմ միջնորդավճարը որտեղ ընդամենը 700 է, համարյա ինքնարժեքով եք այդ ավտոն ձեռք բերում, խնդրեմ դիմեք Viber WhatsApp, բաժանորդագրվեք, համարյա հասնում ենք արդեն 1000 բաժանորդի, վերջապես մնացել ընդամենը 18 հոգի, մի հատ խնդրում եմ նեղություն քաշեք այդ 18 հոգի ջան, մի հատ այդ subscribe եղեք, որ վերջապես այդ 1000 թիվը երևա ես ոգեշնչվեմ ու էլ ավելի շատ ռոլիկներ անեմ ձեր համար։ Շատ շնորհակալ կլինեմ ձեզ, ձեր ակտիվության համար, կոմենտեք, լայքեք։ Մի խոսքով այս Zipal S05-ը
24500, հա, ու պլյուս 400 թարգմանության ու հավելումների համար դա ինքը Չինարեն է գալիս։ Avatar-ը ոյան անգլերեն մենյուով է, բայց DeepL-ը այդոն չգիտեմ, DeepL-ը Leapmotor-ը Donphan-ը Չինարեն մենյուով են, պետք է հավելեմ մի քիչ գումար ծախսեք, որ թարգմանեք։ Ну 24500 պլյուս 400, 24900։ 218 ձիաուժա, բայց իր չափի համար նորմալ է, հետևի քարշական նորից, հեռահարությունը 200 կիլոմետր է, ինչը լրիվ նորմալ է զգնային սեգմենտում, ընդհանուր է էլի 1200-ի կարգի է, բայց ինքը էլի ուլտրան է։ Ես իմացում եմ, սա ուլտրայի գինը, ամենահագեցած, ոչ թե պրոյի կամ մաքսի, այլ ուլտրան ընդհանրապես 24.5-ով։ То есть էլի 14 դինամիկ, հա, իդեպ DeepL-ն է, անցանքան որ ես ասել եմ, որ 8 դինամիկ է, սխալվել էի 14-ը։ Ինքը էլի տոպն է։ S7-ը։ Մի խոսքով S5-ը գժական բոմբ ընտրություն է բյուջետային սեգմենտում հիբրիդի համար, մրցակից չունի, վերջն է։ Միանշանակորեն ձեզ խորհուրդ եմ տալիս ձեռք բերել նման հիբրիդ, բարձր լյուքս որակի, ինքը Changan-ի լյուքսն է, ոնց որ Toyota-ն ունի Lexus, սա Changan-ի բրենդային սուբրենդ DeepL, ավելի լյուքսային, ավելի կոմֆորտ, ես այդ ավտոյի մեջ նստել եմ, S5-ի մեջ վարել եմ, ինքը իրոք Tesla-ին հասնող մատերիալներով BYD-ին հավասար կամ BYD-ին միգուցե անցնող, սրահի մատերիալները շատ լավն են, մինիմալիզմով Tesla-ին մոտ կանգնած, հա, էլի ֆիզիկական կոճակներ չկան։ Մի խոսքով տոպերից տոպն է, այսքան էր ուզում ձեզ ներկայացնել այս հաղորդման ընթացքում։ Եթե այս պահին ընտրում եք կամ ճաշում եք, ապա ծունի յոկը խաղովիքը։ Կհանդիպենք։